Այ վերջ շուրջ 3 տարի տևած շինարարությունից հետո Թբիլիսի Սուրբ Գևորգ եկեղեցին իր դռներն է բացում հավատացյալների առջև։ Սա առաջնորդանիստ եկեղեցի է։ Մինչև այս առաջնորդարան տեղափոխվել էր Էջմիածին եկեղեցի, որը գտնվում է այստեղից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Հիմա գրքին առաջնորդարանը տեղափոխվելու է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Եռամյա շինարարությունից հետո Սուրբ Գևորգ եկեղեցին կրկին պետք է վերահսկվեր։ Հենց այդ նպատակով Թբիլիսի ժամանեցին հոգևոր ու աշխարհիկ ամենաբարձր իշխանությունները։ Թբիլիսիի ամենայուրօրինակ եկեղեցու վերահսկման արարողությանը նախագահին ուղեկցում էր նաև առաջին տիկինը։ Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Թբիլիսի կենտրոնական հատվածում Մեյդանի հարևանությամբ, որտեղ թուրքական մզկիթն է ու հրեական սինագոգը։ Սուրբ Գևորգ եկեղեցին ամենից առաջ հայկական մշակույթի ներկայության խորհուրդ ունի։ Բացի այդ, սա առաջնորդանիստ եկեղեցի է, այսինքն այս եկեղեցում է նստում վիրահայոց թեմի առաջնորդը։ Հետևաբար եկեղեցու գոյությունը սկզբունքային է հայ առաքելական եկեղեցու համար։ Եկեղեցու վերահսկման արարողությունն անցավ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսավարությամբ։ Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնելու նախագիծը մեկնարկել էր 2012 թվականին գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական դոնորների մասնակցությամբ։ Գործարար Ռուբեն Վարդանյանը մի քանի տարի առաջ ընտանիքի հետ այցելել էր Սուրբ Գևորգ ու տեսնելով քայքայվող եկեղեցին որոշել էր վերականգնման ծրագիր սկսել։ Շատ ուրախ եմ, որ դա ստացվել է։ Մենք թանգարաններ ենք անելու, ուսման տեղեր ենք անելու, Թումոյի կենտրոն եւ ընդհանուր մասը դառնալու է հայկական մի հատ մշակույթի կենտրոն։ Հաշվի առնելով Թբիլիսիի բազմամշակութայնությունն ու պատմական արժեքը հայկական եկեղեցու վերականգնման համար գումար են հատկացրել նաև վրացի գործարարները, որոնց մեջ նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Я очень люблю армянский народ, мы братские народы. Сколько веков живем Աշխարհում դժվար գտնեք այսպիսի երկու հարևան ժողովուրդ, ինչպիսին հայերն ու վրացիներն են, որոնք չունեն բազում խնդիրներ։ Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին եւ հաճույքով մասնակցում եմ այս ծրագրին։ Церковь армянская стояла такая с большой трещиной. В ужасном состоянии и очень сильно. Նման երկայնքով ճաք ունեցող եկեղեցին մեզ պատիվ չէր բերում, ուստի Վարդանյանների շնորհիվ մենք տեղեկացանք ծրագրի մասին եւ մեծ հաճույքով դարձանք մասնակից։ Վերահսկման արարողության ընթացքում վեհապար հայրապետը Բիձինա Իվանիշվիլիին ու մյուս բարերարներին պարգևատրեց հայ առաքելական եկեղեցու բարձր պարգևներով։ Մինչև վերականգնումը պատերի վրա հսկայական ճաքեր էին գոյացել։ Բարձունքից իջնող սելավաջրերը իջնում էր եկեղեցու տակ։ Դրանք քայքայում էին հիմքը ներծծվելով պատերի մեջ բարձրանում էին մինչև 4 մետր։ Մասնագետների հաշվարկով եկեղեցին կարող էր փլուզվել նույնիսկ 5 բալանոց երկրաշարժի դեպքում։ Մենք որոշեցինք նախ ամրացնել եկեղեցու հիմքը, որը 5 մետր խորություն ունի։ Դրա համար կիրառել ենք նոր մեթոդ։ Հիմա եկեղեցին ոչ թե հողի վրա է նստած, այլ հենասյուների, որոնք էլ հսկասալիկի։ Ես երաշխավորում եմ, որ եկեղեցին կարող է դիմանալ 8 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Նախնական հաշվարկով նախատեսված էր վերականգնել ընդամենը 120 քառակուսի մետր մակերեսով որմնանկարները, բայց Իտալիայում վերապատրաստված հայկական խումբը որմնանկարների մի ամբողջ գանձարան հայտնաբերեց։ Պարզվեց, որ մոտ 10 անգամ ավել, այսինքն ամբողջ պատերը որմնանկարների մեջ էր։ Վերականգնման ընթացքում ներկիտակից դուրս եկան Հովնաթանյանների ու Բաշինջաղյանի որմնանկարները։ Հայտնաբերված 7-ից 8 շերտից պահպանվեցին ամենակարևորները։ Ռեստավրատորների խումբը սկսեց վերականգնել բոլոր նկարները ու ստացվեց Հովնաթանյանների ու Բաշինջաղյանի որմնանկարների փունջ։ Այս որմնանկարների տակ կա եւս որմնանկարչական շերտեր, որոնք կմնան մեր համար որպես գաղտնիք, բայց սերունդների համար դա կլինի նոր բացահայտումներ։ Վերահսկման արարողությունից հետո հուշատախտակ բացվեց եկեղեցու կառուցման ծրագրի բարերարների անունով։ Բայց սա դեռևս ամբողջը չէ, Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումը ծրագրի միայն առաջին փուլն է։ Այդիա հիմնադրամը մտադիր է գնել հարակից կառույցները, որոնք մինչև 20-րդ դարի սկիզբը պատկանել են եկեղեցուն ու շրջակայքում ստեղծել մշակութային համալիր։ Զորապ Հարոյան, ժամը լրատվական։